Ամոս 3:7-ը գցես էկրանին, Ամոս 3:7-ը։ Սա շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, ասում է, որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին, մարգարեներին։ Գիտեք, շատ մարդիկ կան այսօր ասում են, ինչ որ կատարում է կապում են Աստծո հետ։ Հավատացյալներ կան, չէ՞, որ սենց շատ ուժեղ խորը, թվում է թե շատ խորը հավատացյալներ են, շատ սենց deeper են, շատ խորը հավատացյալ են։ Ինչ կատարում ասում են, երևի Աստված սրանով բան է սովորացնում։ Ինչ կատարվում է, թե լավը, թե վատ, ասում է, դե երևի Աստված սրա միջոցով ինձ բան է սովորացնում, երևի բարին հենց սա էր։ Մոռանում են, որ կա սատանան, հակառակորդը, եւ մենք անցել ենք այդ թեման, որ շատ բաներ, որ այսօր աշխարհում կատարվում է, սատանան է ղեկավարում, որտեղ ըստ Աստծո խոսքի սատանան համարվում է այս աշխարհի իշխանը, միջև մի ժամանակ, միջև Քրիստոսը կվերադառնա, եւ սատանան շատ ավերածություններ է բերում այս աշխարհում, շատ կեղտոտ չար բաներ անում, անգամ հավատացյալների կյանքում է կարողանում գործի, որ հավատացյալների կյանքում, որոնք որ չեն աղոթում, որոնք աղոթքի մեջ չեն։ Հիսուսը ասեց Պետրոսին եւ մնացած առաքյալին ասեց, աղոթք արեք, արթուն եղեք, աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Նա չասեց Աստված մեկը կառավարում է ձեր կյանքը։ Ինչ կատարում մեկը Աստված հսկում է, նա ասեց աղոթք արեք, որ չընկնեք, այսինքն ձեզանից է կախված այստեղ։ Դուք պետք է հասկանաք, որովհետև շատ բաներ, որ կատարում է հավատացյալները, դա Աստծո կամքը չի։ Այն հավատացյալները, որոնք չեն աղոթում, իրենք հեշտ աստվածաբանություն են ընտրել, հեշտ աստվածաբանություն են հնարել։ Իրանց պետք չի անդադ կարդան գիրքը, իրանք պետք չի անդադ աղոթների մեջ լինեն, իրանք այս աշխարհի կյանքով են ապրում, ինչ լինում ասում են, դե երևի Աստված սենց կամեցավ, երևի Աստված ինչ որ բաներ ինձ սովորացնում։ Հետաքրքիր չէ, հեշտ աստվածաբանությունը, թեոլոգիա հեշտ, չէ՞։ Ինչ կատարում է, պետք չի խորանաս, ուսումնասիրես, հասկանաս։ Բայց Աստված, նայ, եթե մենք չենք հասկանում, դա Աստված է գործում, թե սատանան է գործում, սատանան միշտ առիթից կօգտվի։ Շատ կարևոր է, որ մենք գիտելիք ունենանք, որ մենք մեզի խոսքը Աստծո բացվի։ Եվ մենք հասկանանք, այս տվյալ դեպքում Աստված էր, թե սատանան էր։ Ոչ թե ասենք, դե քանի որ ես հավատացյալ եմ, քանի որ ես եկեղեցի եմ միշտ գնում, ուրեմն իմ կյանքում ինչ կատարում է Աստված է անում դա։ Հուդայի արածնել էր Աստծո կամքը, մենք անցած անգամ նայեցինք։ Շատ մարդիկ մտածում են, դե եթե հատուկ հանձնարարություն էր Աստծո կողմից, որպեսզի Հուդան գնա մատնի, դե Հիսուսը թե չէ ոնց պետք է խաչվեր։ Հիշում եք, Հիսուսը ասեց, ինչպես գրված է մարդու որդու համար նա գնում է, բայց վայ այն մարդուն, որի ձեռով կմատնվի, ավելի լավ էր այդ մարդը ծնված չլիներ։ Տես Հիսուսը իր սրտին ասեց ցանկությունը, որ նա չեր ուզի անգամ այդ մարդը ծնվածներ, որ այդպիսի դատաստանի ենթարկվեր, ուր մնաց նրան կընտրեր, որ իրեն մատնի։ Ոչ։ Մենք պետք է հասկանանք, որն է Աստծո կամքը, որովհետև Աստված ուզում է իր կամքը բացի մեզ, եւ Աստված իր խոսքում ասում է Ամոս 3:7-ում, Տեր Աստված ոչինչ չի անում, եթե իր կամքը չբացի իր ծառաներին եւ մարգարեներին։ Ինչի համար։ Առաջինը մեր թույլատվությունն է պետք, այո, թույլատվությունը, թեկուզ փրկվել ենք, փրկություն ենք ստացել, բայց էլի Աստված չի բռնանում մեր կյանքին, որպեսզի Սուրբ Հոգով առաջնորդվենք, որպեսզի ինքը գործի մեր կյանքում իր ծրագրերը իրականացնի, մենք պետք է ասենք այո եւ ամեն Տեր։ Եվ նորից գնամ այն հետ այն պատմությանը, որ Գաբրիել հրեշտակապետը գալիս է Մարիամին, ասում է, ահա կհղիանաս, որդի կծնես եւ անունը Հիսուս կդնես եւ ինքը կփրկի իր ժողովրդին մեղքերից եւ ինչ ասում Մարիամը, ասում է, ահա Տիրոջ աղախին եմ, թող Տիրոջ կամքը լինի, եւ հրեշտակը գնում է վերջ, ընդունես Մարիամ, իրան պետք է այդ համաձայնությունը, հասկանում եք, Աստված ոչ մի բան քո կյանքում չի անի բռնի ձևով ու քո սենց առանց հասկանալու, որ դու այդտեղ չի մանաս Աստվածա թե սատանան է։ Ու այսօր շատերը դրան են հավատում ու դա հոգևոր կոպիտ ասած էս տգիտություն է, որ մարդիկ Աստծո խոսքը չեն իմանում։ Աստված ուզում է, որ մենք կարողանանք իր խոսքը կարողանանք քննենք։ Այսօրվա իմ թեմայի անունը երկար չեմ վանանի, որովհետև մի մասը հնարավոր է հետո խոսամ, կոչվում է ճակատագրի գերիները, the slaves of destiny։ Մարդիկ ովքեր որ հավատում են ճակատագրին, դե ինչ է, որ ասում է, ինչ որ ճակատին գրած է, դա էլ կատարվելու է։ Էլ նող բանը կլինի, շատերը դեք չեմ, երևի լսեք կամ երևի դուք էլ եք ասել, դե էլ նող բանը կլինի, հավատում են ճակատագրին։ Այսինքն ինչ որ ճակատին գրած է, ինչ որ լինելու է, դա էլ պետք է լինի։ Ու աշխարհում շատերը հավատում են դրան, որովհետև չունեն Աստծուն իրենց կյանքում, որովհետև Աստծո գիտելիքը չունեն, չեն հավատում Աստծո խոսքին, չեն հավատում Աստծո ամենակարող զորությանը, դրա համար հավատում են ճակատագրին,
ինչ որ լինելու է կլինի, ինչ որ չի, ու դա գիտեք ինչ է, դա նշանակում է մարդ իր վրից պատասխանատվությունը գցում է։ Այն ինչ որ ինքը պետք է անի, չի անում, ազատություն է տալ իր մարմնական ցանկություններին, իր մարմնական մտքի ուզածներին տեղ է տալի, հետո հետևանքների համար էլ ինչ որ հետևանքները գասացում է, դե Աստծո կամքն էր, երևի Աստվածից բան է սովորացնում։ Ով էլ անընդհատ հիմարություն անի, ընկնի գնա սխալ բաների մեջ, հասկանում ես, պետք է ասի, դե ինչ որ բան է սովորում, ցանկացած սխալի հետևանքը ցավալի է լինում։ Եվ մարդը կմտածի, որ դրա միջոցով Աստված իրան խրատում է։ Այո, մարդ կարա ցավալի իրավիճակի մեջ խրած ստանա, ցանկացած մարդ, անգամ անհավատները, որ գնում է մի անգամ ընկա փոսը, մարդ այնքան խելք ունի, որ երկրորդ անգամ գալուց դու հասկանա, թե փոս կա, թե կշրջանցի։ Սովորեց, բայց դա չի նշանակում, որ Աստված կամեցավ իրան այդ փոսը գցելու միջոցով, ինքը մի անգամ եկավ ընկավ այդ փոսը, ու Աստված դրա միջոցով իրան բան սովորեցրեց։ Անհավատ անգամ աթեիստը կարա գնա փոսի մեջ ընկնի, երկրորդ անգամ շրջանցի ու հասկանա փոսի մեջ ընկնելով սովորեց, որ դա սխալ ճանապարհ է, ուրիշ կողմով է գնում։ Այդտեղ Աստված ինչ կապ ունի։ Աստված չսովորացրեց։ Ինքը այնքան խելք ուներ, որ դա հասկացավ։ Այս ինչի համար եմ ասում, շատերն են գնում են շատ ցավալի ծանր վիճակների մեջ, ասում են Աստվածից դրա միջոցով բաներ սովորացնում։ Աստված չէր սովորացնում, Աստված սովորացնում է իր խոսքի միջոցով։ Եսայի մարգարեության մեջ 50-րդ գլուխն ասում է. Տեր Աստված ամեն առավոտ արթնեցնում է իմ ականջը աշակերտների պես, որ սովորեմ։ Եվ ասում է նա բացել է իմ ականջը, Տեր Եհովան բացել է իմ ականջը, եւ ես չհակառակվեցի եւ հետ չկացա։ Տես Աստված ոնց է խրատում իր խոսքի միջոցով։ Դու կուզես քո երեխան սովորացես խոսքի միջոցով, թե տանելով, ջարդելով իրան, գցելով ինչ-որ ցավալի վիճակների մեջ։ Ու երբ որ գալիս է պահը, երբ որ երեխան գնում է, չի լսում ծնողին, ընկնում է կամ ձեռքը դնում է, ասենք, այդ վառարանի վրա, օվենի վրա, վառում է, չի նշանակում, որ ինքը պետք է մտածի իր մաման, գիտես, քանի որ ինքը չլսեց իր մաման հետևից ձեռը դրեց փեչի վրա, որ ինքը երեխան դրեց ձեր վառը, հասկացա, որ մաման ճիշտ էր ասում, բայց էդի մաման իր ձեռը չդրեց իր վրա։ Մաման չբռնեց իր ձեռը դրեց, նա հասկացավ, այնքան խելք ունի Աստված, այնքան խելք է տվել մարդուն, որ մարդը հասկանում է այդ հետևանքից, որ նա սխալ արեց։ Պետք չի Աստված ինձ ստեղ գցեց, որ դա ինձ սովորացնի։ Այս ինչից է գալի Աստծո խոսքի գիտելիքի պակասից, դրա համար մենք պետք է Աստծո խոսքը շատ լավ իմանանք։ Իսկ հնարավոր է քննել եւ հասկանալ Աստծո կամքը, ինչ եք կարծում։ Հնարավոր է քննենք եւ Աստծո կամքը հասկանանք։ Մարդիկ ասում, անքննելի են Տիրոջ ճանապարհները, ինչ խորն են նրա ճանապարհները, դա անհասանելի են, Եթե խոսում ենք այդ մասին, ինչ անքննելի են Աստծո ճանապարհները, խոսքը գնում է իր անվերջության մասին։ Հավիտենությունում, որ մենք անվերջ ճանաչելու ենք ասում, բայց այս երկրի վրա այն ինչ որ տվել է այդ խոսքը, Աստծո խոսքը մեզ, դա մեզ բավարար է, որ ամբողջովին ճանաչենք նրան, նրա ճանապարհները եւ լինենք պաշտպանված, հասկանանք որն է իրանից, որն է չարից։ Եվ Հռոմեացի 12:2-ում Հռոմեացի 12:2 համարում էսպես ասում. նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալ։ Տեսեք, ասում է, որ դուք քննեք, ուրեմն Աստված ուզում է, որ մենք իր կամքը քննենք, հասկանանք, ոչ թե ինչ լում, անքննելի են Տիրոջ ճանապարհներ։ Հիմա շատ կինո կան, քրիստոնեական սես կինոներ կան, sense մակերեսային աստվածաբանությամբ, որ ինչ կատարվում է ֆիլմի մեջ, երեխան մահացավ այնտեղ, չգիտեմ, մեկը մեքենայի տակ ընկավ ու գալիս են բանի մոտ, այդ քարոզիչի մոտ, իրանց այդ preacher-ի մոտ, pastor-ի մոտ, pastor-ը ասում է, սա Աստծո կամքն էր, Աստված ինչ-որ բաներ ձեզ սովորացնում, ու անգամ կինոյի միջոցով այդ false դոկտրինան տարածվում է, այդ կեղծ ուսուցումը տարածվում է, որ ինչի համար, որտեղ չեն խորանում, չեն սիրում մարդիկ կարդան խոսքը, որ քննեն, ասում է քննեք, մենք երբ ի վիճակի կլինենք քննելու Աստծո խոսքը, այստեղ գրած է, երբ դուք մտածեք, ես չեմ ուզում աղքի քարոզեմ, մտածեք, երբ ի վիճակի կլինենք քննելու Աստծո կամքը, երբ նորոգենք մեր միտքը, նորոգվեք ձեր մտքի նորոգությունով, որ դուք կարողանաք քննեք։ Իսկ մտքով ոնց են նորոգվում, կարդալով Աստծո խոսքը, մտածելով խոսքի վրա։ Իսկ վերջում ասում է, որն է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Մարդիկ ասում են, ընկավ երևի բարին էս էր։ Լավ, ասում ես բարին, իսկ դա հաճելի էր, ստե գրած է հաճելի։
Հաճել երանգավ ցավացրեց ոտը, երեխուն կորցրեց, չէ, կատարյալ էր դա, ոչ, ուրեմն Աստծո կամքը իր մեջ ներառում է այս 3 բանը, բարին, հաճելին, կատարյալը, եթե դա համարում ես անգամ բարի, բայց հաճելի չի, ուրեմն դա Աստծո կամքը չի, այսինքն Աստված կամենում է ամեն մեկ առողջ լինեն, կատարյալ լինեն, դա է Աստծո կամքը։ Եվ հաջորդ համարը Եփեսացի 5:17, որպեսզի հաստատեմ իմ խոսքը, նրա համար ասում է մի եղեք անմիտ, այլ իմացեք թե ինչ է Տիրոջ կամքը, տեսեք, ուրեմն հնարավոր է իմանալ Տիրոջ կամքը։ Մի եղեք անմիտ, այսքան առանց գիտելիքի, իմացեք թե որն է Տիրոջ կամքը, ուրեմն հնարավոր է, եթե հնարավոր չլներ, առաքյալը չէր գրի այս բաների մասին։ Սա շատ կարևոր է, որովհետև հիմա տեսնում ենք աշխարհում հոգևոր տգիտությունը այնքան է շատացել, որ այդ սխալ ուսմունքները դրա պատճառով է առաջանում։ Նախասահմանության ուսմունքը կամ շնորհքի ուսմունքի մի մասը, որ խոսում են մարդիկ, եւ այն մարդիկ, ովքեր աշխարհում հավատում են, որ ճակատագրին են հավատում, ինչ լինելու է, ինչ որոշված է դա լինելու է, հետո հավատքի են գալիս, հետո էլի ծուլանում են, խոսքը կարդան, խորանան Աստծո խոսքի մեջ, այստեղ էլ ինչ կատարում, ասում են դե այն ինչ որ Աստված նախասահմանել է, այն ինչ որ որոշել է, դա էլ կատարում է։ Այնտեղ ճակատագիր են ասում, ստեղ էլ գցում են Աստծո վրա, ինչ որ դա Աստված նախասահմանել է, դա էլ կլինի, բայց ամբողջ Աստվածաշունչը ասում է, որ այտենց չի։ Վերցնում են մի 2 հատված նախասահմանության վերաբերյալ բաներ կա գրած, բայց դա լրիվ ուրիշ իրավիճակին է վերաբերվում, լրիվ ուրիշ դեպքին է վերաբերվում, բայց ամբողջ Աստվածաշունչը խոսում է այն մասին, որ ամեն ինչը չի Աստծո ձեռքերի մեջ, մենք կարանք բան փոխենք մեր գործողությունով։ Մարիամը երբեք չէր հղիանա Հիսուսով, Սուրբ Հոգին իր վրա չէր գա, եթե ինքը հրեշտակին իր համաձայնությունը չտար։ Դա չէր կատարվի։ Երկրորդ օրինաց 30:19 համարն ենք կարդում 5 կտակարանից։ Ահա տես Տերը ինչ է ասում Մովսեսի միջոցով. այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ, ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը, ուրեմն ընտրիր կյանքը, որպեսզի ապրես դու եւ քո սերունդը։ Տես ասում է կյանքն ու մահը, օրհնությունը եւ անեծքը քո առաջ եմ դրել։ Չի ասում ում համար ինչ ընտրել եմ այդեմ, ասում է քո առաջ եմ դրել։ Որը որ ընտրես դա էլ կունենաս, բայց հետո խորհուրդ է տալ, ասում է ես ուզում եմ որ դու կյանք ընտրես, տես։ Ընտրիր։ Տենում եք ընտրել բառը ընտրություն, սա ապացուցում է, որ Աստված չի ընտրում, Աստված բոլորին է ընտրել։ Բայց ընտրված համարում է այն մարդը, ով որ ինքն է համաձայնվում, որոշում ասում, բարձ գրածը ուրեմն ընտրիր, ում է ասում, եթե Աստված է նախասահմանում, որոշում, որ ամեն ինչը ոնց կա, այդպես պետք է լինի, ինչի ասում ուրեմն ընտրիր։ Նույնն են մարդիկ ասում են ճակատագիրը ինչ ելնելու էր կլներ, ոչ, դա շատ անգամ խոսում են, էլ եմ ասում, այն մարդիկ, ովքեր չեն ուզում ջանք թափեն։ Ցանկացած որ գնաս այսօր բիզնեսմենի հետ խոսաս, այդ միլիարդ հատեր, որ շատ մեծ բարձրույթ են հասել, երբ որ դու իրանց ասես դա ինչ ելնելու կլներ, իրանք կծիծաղան քո վրա ու քո հետ երբեք ընկերություն չեն արի։ Որտեվ դու իրանց հաջողությանը խփող մարդ ես։ Գիտես խենը մտածելակերպը դրանց ուրիշ է։ Շատ ուրիշ է իրանց մտածելակերպը։ Եթե իրանք մտածեն, որ իրանց մոտ չի ստացվելու, դա ինչ ելնելու է կլինի։ Գիտեք, հաջողակ բիզնես ունենալու համար ցանկացած մարդ, որ բիզնեսով չգիտեմ, քանի անգամ պետք է սխալվի, որ իր մոտ ստացվի։ Դա արդեն ստատիստիկա է։ Ամենակիչը մի 2-3 անգամ ինքը պետք է բանկրոտեթա, որ կարողանա բարձրանա։ Ու եթե իրանց կողքը կան մարդիկ, ովքեր իրանց թուլաստում են, կասկածանք են գցում իրանց մեջ, մտածելակերպի վրա ազդում են, իրանք հերո են մնում, իրանք գնում են այն տեսակ մարդկանց հետ են շփվում, ովքեր որ բարձր են մտածում, ովքեր անհաջողության մասին չեն մտածում։ Ինչպիսի մարդկանց որ շրջապատես քեզ, էդ էլ կունենաս, չէ՞։ Վատ ընկերակցությունները բարի վարքը ապականում են։ Սա կարևոր է որ հասկանանք։ Եվ այդ մարդիկ հաջողություն ունեն, որովհետև չեն համաձայնվել այն ծույլ մարդկանց ասածների հետ, որ դա ինչ լինելու է լինի, դա երևի պետք չէր որ սենց լիներ։ Նրանք ասում են, չէ, դες բան չկա, ես ունենալու եմ, ես հասնելու եմ դրան, ես հասնելու եմ դրան։ Հովհաննես ավետարանի 3:19 Հիսուսը ասում է, եւ սա է դատաստանը,
որ լույսն եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը ավելի սիրեցին, քան թե լույսը, որովհետև իրենց գործերը չար էին։ Լույսը եկավ աշխարհ, Հիսուսը ինքն էր լույսը։ Հիսուսը ինքն է լույսը, եւ ասում է, ես եկա աշխարհ, լույսը եկավ աշխարհ, եւ մարդիկ ինչ ընտրեցին։ Խավարը, բոլորի մասին իհարկե չի ասում, այնտեղ դա մի հատված է։ Մարդիկ խավարը ավելի սիրեցին, տես։ Ինքը չի ասում ում որ Աստված ընտրել է որ փրկվեն, նրանք էլ կլինեն փրկվողները կամ իրանց մոտ ամեն ինչ լավ կլինի, ասում է նրանք սիրեցին, չի ասում Աստված սիրացրեց նրանց։ Եթե մենք ճիշտ ընտրություն անենք, ճիշտ որոշումներ կայացնենք, ճիշտ խոսքեր ասենք Աստծո առաջ, Աստծո ականջներին, Աստված դա կանի։ 5 կտակարանի այդ պատմությունը գիտեք, խոսացել ենք, որ երբ որ Մովսեսը 12 լրտեսներ ուղարկեց Քանանի երկիր, եւ 12 լրտեսները գնացին Քանանի երկիրը տեսնելու, ինչպիսի երկիր է, որ գան պատմեն, տեղեկացնեն, եւ դրանցից 10 վատ լուր բերեցին։ Անհավատության լուր բերեցին եւ ժողովրդի ականջներին խոսացին եւ բոլոր ժողովուրդը երբ որ լսեցին, լացեցին, կոտրվեցին, որտեղ իրանք լուր բերեցին, ասեցին իրոք լավ երկիր է։ Առատությունով է, բայց այնտեղ հսկա մարդիկ են ապրում, մեծ պարիսպներով քաղաքներ, ասում են, մենք չենք կարող հաղթել այդ քաղաքը վերցնել։ Չենք կարող։ Ավելի լավ էր այս անապատի մեջ մեռած ընկնեին, քան թե Մովսես մեզի հանեցիր, բերեցիր տանելու այդտեղ, ասում է հիմա գնանք դրանց ասում է կերակուր ենք դառնալու, իրանք մեզ մորեխների պես ուտելու են, ասենց ասած։ Ավելի լավ էր Եգիպտոսում մեռնենք կամ այս անապատի մեջ մեռած ընկնենք։ Ու Աստված գիտես ինչ է ասում, Աստված բարկանում է, խոսում է Մովսեսին եւ ժողովրդին, ասում է ես լսեցի իրանք ինչ որ իմ ականջներին ասեցին, լսեցի։ Ու ոնց նրանք ասեցին, հենց այդպես էլ լինելու է։ Այտենց էլ նրանք այդ սերունդը չի մտնում Քանանի երկիր։ Անապատում իրանց ոսկորներ ընկնում եւ իրանց զավակներ իրանց սերունդներն ընկնում եւ երկու այն մարդիկ իրանց սերունդներով Քաղեբը եւ Հեսուն, որոնք լավ լուր բերեցին, ասեցին Աստված տվել է մեզ այդ երկիրը, գնանք վերցնենք։ Այդ մարդիկ բան չեղան, ոչ մի պատժի չենթարկվեցին, բայց այն մարդիկ ովքեր ասեցին մենք չենք կարող, ավելի լավ էր Եգիպտոսում մեռնենք կամ այս անապատում ընկնենք, ու Աստված ասեց լսեցի, այդպես էլ կլինի։ Շատ անգամ մեզ ինչ մեծ ջանքեր, կռիվներ, բաներ չի պահանջում, մեզ պետքա ճիշտ խոսքեր Աստծո ականջներին ասենք։ Ասենք որ հավատում են, տեսեք Հեսուն ու Քաղեբը ասեցին, այդ երկիրը մեզ է Տերը տվել, մենք ունենալու ենք, իրանք գնացին։ Նրանք որոնք ասեցին չի լինելու, դժվար է, Աստված ասեց լսեցի, այտենց էլ կունենաք։ Շատ կարևոր է որ մենք հասկանանք ու չգցենք ճակատագրի վրա կամ չասենք Աստված ինչ որոշել է դա էլ լինելու է, այտենց բան չկա։ Դա ծույլերի աստվածաբանությունն է։ Դա մակերեսային աստվածաբանություն է, այդտեղ խորություն չկա ընդհանրապես։ Ամբողջ Աստվածաշունչը ուրիշ բանի մասին դասեք, կարան հարյուրավոր համարներ բերել Աստվածաշնչից, որոնք որ ապացուցում են հակառակը, որ մարդը ինքն է որոշում, մարդը ինքն է ընտրում։ Աստված ուզում է որ բոլորը ունենան, բայց դա չի իրականանա մինչև մարդը չընդունի, չհամաձայնվի։ Հիմա մի հատ ուրիշ հատված կկարդամ, բայց այս քանի որ հատվածը երկար էր, էկրանին չեն գցեի մոտ կա, ես կկարդամ 4-րդ թագավորաց գրքից։ 4-րդ թագավորաց 20-րդ գլխի 1-ից 7 համարները կարող եք տունը դուք կարդալ, որպեսզի հիմա բաց չթողեք, ես կկարդամ։ Եզեկիա անունով մի թագավորի մասին է, շատ արդար, աստվածավախ, Աստծուն նվիրված թագավորի մասին է։ Այն օրերը Եզեկիան մեր դիմահ հիվանդացավ, տեսեք, այսքան Եզեկիա թագավորը մահացու հիվանդացավ, որ պետքա մեռներ։ Եվ Ամովսի որդի Եսայիա մարգարեն եկավ նրա մոտ եւ ասեց. այսպես է ասում Տերը, կարգի բեր քո տան գործերը, որովհետեւ դու պիտի մեռնես ու չապրես։ Հասկանալի է, չէ՞։ Եզեկիան մահացու հիվանդությունով հիվանդանում է եւ Եսայիա մարգարեն գալիս է Տիրոջ խոսքով ասում է. Տերը ասում է, քո տունը կարգի բեր, կտակը թող, որտեղ դու պետք է մեռնես ու չապրես։ Եվ Եզեկիան իր երեսը դարձրեց դեպի պատը եւ աղոթք արեց Տիրոջը ասելով. աղաչում եմ ով Տեր, հիշիր հիմա քո առաջ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ես գնացի, որ քո աչքերին հաճելի եղածը արեցի։ Եվ Եզեկիան մեծ լացով լացեց։ Եվ Եսայիան դեռ դուրս չէր եկել միջին բակից։ Եվ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան ասելով. հետ դարձիր եւ իմ ժողովրդի իշխան Եզեկիային ասա. այսպես է ասում Տերը, քո հայր Դավիթի Աստվածը, լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը,
ահա ես քեզ կբժշկեմ եւ երրորդ օրը վեր կգնաս Տիրոջ տունը եւ ես քեզ կավելացնեմ քո օրերի վրա 15 տարի եւ կազատեմ քեզ եւ այս քաղաքը ասորիների թագավորի ձեռքից եւ այս քաղաքը կպաշտպանեմ իմ համար եւ իմ ծառա Դավիթի համար։ Երբ որ մարգարեն ասեց Եզեկիա թագավորին դու մեռնելու ես եւ չես ապրելու, սա Տիրոջ խոսքն է, իսկ մենք գիտենք որ Տերը մի բան ասում է, փոփոխման ենթակա չի։ Չի ասում աղոթի կամ ասում է մեռնելու ես ու չես ապրելու։ Եվ հենց որ Եսայան դուրս է գալի պալատից որ գնա, Եզեկիա թագավորը դեմք ուղղում է պատին, աղոթք անում, ասում է Տեր քո առաջ հավատարմությունով գնացի։ Եվ ինչ որ քո աչքին հաճելի է եղել դա եմ արի, ասում է Եզեկիան լացեց մեծ լացով եւ Եսայա մարգարին դեռ դուրս չէր եկել պալատից մի քանի րոպե էր ընդամենը տևը եւ Աստծո խոսքը գալիս է Եսայա մարգարին ասում է հետ դարձի եւ իմ ժողովրդի իշխան Եզեկիային ասա լսեցի քո աղոթքը քո արտասուքը տեսա եւ ահա ես քեզ կբժշկեմ եւ քո օրերի վրա 15 տարի կավելացնեմ եւ ոչ միայն դա նաեւ քեզ կազատեմ ասորիների ձեռից որտեվ ասորիները իրենց թշնամիներին կազատեմ եւ կպաշտպանեմ իմ քաղաքը հələ մի բան էլ ավել սա շատ պարզ օրինակ է որ ելնող բանը չեղավ տեսակ այն ինչ որ պետքա լիներ Աստված ասեց Եզեկիա թագավորին մեռնելու ես ու չես ապրելու բայց նա իր երեսը դարձեց պատին ու աղոթք արեց ու Աստված լսեց ու լինող բանը չեղավ չեղարկվեց ճակատագիր էր, չէ՞ որ ասում եմ դե ճակատագիր էր։ Ասենք այս լեզվով խոսանք աշխարհի մարդիկ ասում են ճակատագիր կամ հավատացել դե նախասահմանություն։ Ասենք պետք է մեռներ Աստված ասել էր, դե ինչ կա, ով կարա Աստծո ասածին դեմ գնա։ Բայց այս մարդը խոնարհեցեց իր սիրտը։ Ահր սանքի աղոթքով եկավ Աստծո առաջ եւ Աստված լսեց։ Եվ ամեն բան փոխվեց։ Տեսնում եք, այս համարները քանդում են այն սուտ աստվածաբանությունները որ մարդիկ հավատում են ինչ որ որոշված է դա էլ պետքա լինի։ Եվ հետաքրքիր է որ Եզեկիա թագավորը պատասխանը ստացավ աղոթքի մի քանի րոպեվա ընթացքում, որտեղ ասում է Եսայա մարգարեն դեռ պալատից դուրս չէր եկել։ Միջանցքներով դեռ գնում էր։ Դեռ օրեր, ամիսներ չտվեց, մի քանի րոպե սրտանց աղոթք։ Պարզապես Աստված Եզեկիային հայտնեց այն ինչ որ լինելու էր, ինչ որ ինքը տեսավ որ լինելու էր, նա չասեց իմ կատարյալ կամքն է։ Սենց ասեմ, ճակատագիր էր։ Ինչ որ լինելու էր պետք է լիներ։ Տեսար, նրա աղոթքով փոխվեց այդ ճակատագիրը։ Համաձայն ենք թե չէ։ Տեսնում եք, որ աղոթքը բաներ է փոխում։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ուրեմն Աստված կգործի եւ բաներ կփոխի մեր կյանքում այնքանով, ինչքանով որ մենք կաղոթենք։ Եվ մի քանի նաև միջև աղոթքի անցնելը օրինակներ եմ ուզում, երբ որ Տերը իր կամքը հայտնում է իր ծառաներին։ Մենք կարդացինք Ամոս 3:7-ը, որ Աստված ոչինչ չի անում, եթե իր կամքը, իր ծրագիրը չհայտնի իր մարդկանց, իր ծառաներին, մարգարեներին։ Որպեսզի մենք հասկանանք, որ Աստված ուզում է, որ մենք գիտակցենք, որ նա իր կամքը եւ չտրվենք բախտի կմահաճույքին, ճակատագրին կամ ինչ-որ նախասահմանություններին։ Եթե անգամ քեզ սխալ միտք հայկե, եթե անգամ բժիշկները ինչ-որ դիագնոզ են տվել, որ քո համար կյանքը շատ կարճ է, հասկանում եք, նայեք, շատ անգամ մենք կարող ենք հավատքով կանգնել, դավանել, հավատքի աղոթք անել եւ մենք դա ստանալ։ Հա? Բայց բաներ կային, որ արդեն որոշված են, որ երկնքի կողմից որոշված է, ոնց որ Աստված ասեց Եզեկիային։ Մի հատ օրինակ հիշեցի, օրինակ, որ Կենեթ Հեյգինը, երբ որ աղոթում էր իր կնոջ այդ զոբի համար, թունավոր զոբ էր։ Այն ժամանակ շատ ահագին տարիներ, մոտ երևի մի 50 տարի առաջ այն ժամանակ բժշկությունը այդքան ուժեղ չէր։ Եվ նա թունավոր զոբ ուներ։ Երբ որ Կենեթ Հեյգինը ասում է, ես աղոթեցի, բժշկվեց, Աստված հրաշքով բժշկեց, բայց անցան տարիներ նորից այդ զոբը կրկնվեց, այդ թունավոր զոբը նորից սկսեց առաջանալ։ Հետո երկրորդ անգամ աղոթք արեցի, նա չբժշկվեց եւ Աստծուն ասեցի Տեր, ինչի չբժշկվեց։ Ասում է, որովհետեւ այն ժամանակ որ ինքը հավատքով տկար էր, քան ինքը հավատքով տկար էր։ Դու հավատքով կարող էիր իր համար կանգնել, բայց ինքը 10 տարի ժամանակ է ունեցել։
իր հավատքի վրա աշխատի աճեցնելու եւ հիմա դու չես կարա քո հավատքով իրան ուղղակի բժշկես ինքը պետք է իր հավատքով դա ստանա եւ ինքը չի օգտագործի այդ ժամանակը որպեսի հավատքով աճի եւ ինչ անում եթե գինը երբ որ աղոթների մեջ ալինում երկար sense ասեմ երկար ծոմերի աղոթների մեջ ալինում որովհետեւ այդ հիվանդությունը բժիշկները ասել են որ դա մահացու է 99%-ը մահանում են շատ ծանր ֆորմայի հիվանդություն է դա լինում ու հետաքրքրով ասում է հրեշտակը եկավ ինձ հրեշտակա տեսը տիրոջ հրեշտակը եկել է նրա մոտ ու ասել է գիտես քո կինը պիտի մեռներ բայց Աստված քո աղոթքը լսեց ու ասեց որ բժշկվելու է այս նույն պատմության պես բայց գիտես հետաքրքիրը ինչ է կատարվել եւ ասում է տար թող վիրահատեն ես կհսկեմ որ վիրահատությունը շատ լավ անցնի եւ նա բժշկվելու է եւ տանում են հիվանդանոց վիրահատություն են անում քանի որ իր կինը ճուներ հավատքը այդ գերբնականորեն բժշկությունը ստանալու Աստված օգտագործեց այդ միջոցը բժշկական միջամտությունը եւ նա բժշկվեց եւ ասում է շատ արագ ապակինվեց այնքան արագ որ անգամ բժիշկները զարմացան ու տես ինչ է ասում այդ պատմությունը հիշեցի որ ասում է կինդ պետքա մահանար բայց ես լսեցի քո աղոթները ճիշտ Եզեկիայպես այսինքն եթե անգամ կա բաներ որը տենց որոշված է բայց հենց այդ է բարեխոսությունը երբ որ Աստված կամեցավ Իսրայել ժողովրդին կործանի որտեղ նրանց մեղքերի նրանց չար արարքների պատճառով երբ որ Աստված պետքա կործաներ ասում է Մովսեսը կանգնեց Աստծո եւ այդ մարդկանց մեջտեղը եւ Աստված պետք է կործաներ եթե Մովսեսը չկանգներ Աստծո եւ այդ մարդկանց մեջտեղը այսինքն Մովսեսի բարեխոսությունը բան փոխեց իրավիճակ փոխեց եւ ամբողջ մի ժողովուրդ փրկվեցին մի հոգու աղոթքի պատճառով տեսնում եք որ Աստված ուղղակի sense կոնտրոլ չի անում աղոթողներ են պետք բարեխոսողներ են պետք ամեն եւ Աստված իր ծրագրերը միշտ հայտնում է իր մարդկանց տեսեք Նոյին հայտնեց որ ջրհեղեղ է լինելու աշխարհում բացեց ապագան Աբրահամին բացեց Սոդոմ Գոմորի կործանման մասին որ Սոդոմ Գոմորը պետքա կործանվեր տեսեք Աստված իր ծրագրերը բացում է Եղիային բացեց որ երաշտ է գալու այսինքն չորություն է գալու երկրի վրա չէ Հովնան մարգարեին բացեց որ Նինվեն կործանվելու է 40 օր հետո ապաշխարեցին չկործանվեց տեսեք փոխեց Աստված իր բանը իր դատաստանը ասեց 40 օր կա եւ Նինվեն կործանվելու գնա քարոզի ապաշխարեցին կփրկվեն չէ տեսեք կախված էր նրանց ապաշխարությունից Եղիսեն ասորիների թագավորի չար ծրագրերի մասին էր իմանում որտեղ Աստված հայտնում էր նրան շատ պատմություններ կա Մովսեսի ամեն մի քայլ Աստված առաջնորդում էր Եգիպտոսի այդ հրաշքները այդ նշանները որ կատարվում էին Իսրայել ժողովրդին որ հանեց տարավ Կարմիր ծովի մոտ հետո ծովը բացեց Աստված ասեց հիմա ծովը պետք է բացվի հիմա կգնաք հիմա ջուր ես ուզում գավազանով խփի ժայռից ջուր կգա մանանը կգա Քանանի երկիրը ամեն մի քայլ առաջնորդում էր Աստված չի ուզում որ անմիտ լինենք, տգետ լինենք, չիմանանք իր կամքը, ինչ լինի ասենք երևի Աստծո կամքն է։ Աստված իր մարդկանց, իր ժողովրդին բացում է իր ծրագրերը, ապագայի մասին, ներկայի մասին, ամեն։ Պողոսին հայտնեց թե ինչ պետքա քարոզի, որ քաղաքը պետքա մտնի, քաղաքներ կա որ նա պետքա մտներ, ասեց մի մտի այստեղ։ Երբ որ Պողոսը պետքա նավարկությունով գնար, փոթորիկի մասին Աստված հայտնեց իրան, ասեց փոթորիկ սպասվում։ Աստված հայտնեց։ Ագաբոս մարգարեն նոր կտակարանում եկավ եւ ասեց մեծ սով է լինելու եւ որն էլ եղավ Հովանեսին բացեց հայտության գիրքը Դանիելին եւ Հովանեսին բացեց հայտության գիրքը թե ինչ է սպասվում ապագա օրերում Ինչի՞ եմ սրանք մեծ պատմություններ են որ դուք կարդաք ուսումնասիրեք կտեսնեք Աստված ոնց է իր ծրագրերը բացում իր մարդկանց նորից վերադառնանք Ամովս 3:7 Տեր Աստված ոչինչ չի անում միջև իր ծրագրերը չհայտնի իր ծառաներին մարգարեներին Աստված չի ուզում որ անգետ լինենք, անտեղյակ լինենք, ինչ լինի ասենք Աստված է ուրեմն անում, Աստված կառավարում է։ Եթե մենք մտածում ենք որ ամեն բան Աստված է կառավարում, ուրեմն աղոթքը ուժ չունի էլ։ Աղոթքը բան չի կարա փոխի, սա սխալ վարդապետություն է։ Եթե մտածում ենք որ Աստված արդեն հսկում է, դրա պատճառով շատերը չեն էլ աղոթի։ Հասկանում եք։ Աղոթքն է փոխում, աղոթքն է Աստծուն թույլ տալի որ մեր կյանքի մեջ մտնի ու կառավարի Ջոն Վեսլի անունով մի Աստծո մարդ է արտության մարդ որ ասել է այնպեսի տպավորություն է որ Աստված ոչինչ չի անի միջև ինչ որ մեկը չգտնվի որ իրան խնդրի այդ մասին
Ջոն Վեսլին, որ մեծ արդյունության մարդ է եղել։ Տեսեք, նույն օրինակը տեսնում ենք Եզեկիայի թագավորի հետ։ Դաժե Աստված չի ասում դու աղոթի, Աստված ուզում է, որ այդ մարդը ինքը որոշի, ուզում է ապրի թե չէ։ Աստված ասեց սենց է լինելու։ Բայց Աստված ուզում է, որ մենք դիմենք իրան, որ մենք խնդրենք իրան այդ մասին, ասենք, հասկանանք իր կամքը, ամեն, եւ ինքը իր կամքը բացում է իր սիրելիներին։ Ոչ թե ուղղակի եկեղեցու սովորական այցելու լինելով, ուղղակի սենց կիսա աշխարհիկ կյանքով ապրելով Աստված կվստահի, չէ։ Աստված ինչ ասեց Աբրահամի համար, եւ որ եկավ Սոդոմ Գոմորը կործանելու, ասեց Աբրահամին բարեկամն է, ես դրանից ծածկելու բան չունեմ։ Ծածկելու բան չունեմ Աբրահամից։ Այ որ մենք մտերմություն ունենանք, Աստծո խոսքը ասում է Աստված իր ծրագրերը, իր կամքը սովորեցնում է, հասկանում է իր մտերիմներին, ովքեր որ մտերմություն ունեն Աստծո հետ, ամեն։ Իզուր չէ այդ վերնագիրը, որ դրել է ճակատագրի գերիներ, մարդիկ գերի են այդ ստին, այդ հոգևոր տգիտությանը, բայց Աստծո խոսքը ասում է մի եղի անմիտ, այլ իմացի թե որն է Տիրոջ կամքը, ամեն։ Ու երբ որ մեր կյանքում ինչ-որ բաներ են կատարվում, որ մենք չգիտենք դա Աստվածա թե չէ, շատ կարևոր է որ մենք աղոթենք, հասկանանք Աստվածա թե սատանան է։ Դա էլ է ծուլության արդյունք, որ մենք չենք աղոթում եւ չենք հետազոտում եւ չենք հետաքրքրվում, որ իմանանք դա Աստվածա թե սատանան է։ Դա էլ է ծուլության արդյունք։ Մենք պետք է աղոթենք եւ իմանանք։ Մենք պետք է հարցնենք, մենք պետք է աղոթների մեջ լինենք, հասկանանք սա Աստվածա թե սատանան է։ Երբ որ հասկանանք ով է, այդ ժամանակ մեր հոգևոր կյանքը ճիշտ ուղու վրա կդրվի, ամեն։ Եկեք աղոթենք, որպեսզի մեր մեջ կառուցվի ճիշտ աստվածաբանություն, խոսքի հիման վրա, որպեսզի մենք ի վիճակի լինենք, ի զորու լինենք քննելու Աստծո կամքը, որն է Աստծո կամքը, ինչ է ուզում Աստված մեզ ասի, եւ ամեն մի պատահական բանի համար չասենք, դե սա էր Աստծո կամքը, երևի Աստված ինչ-որ բան էր ինձ ուզում սովորել։ Տեսել եք, երբ որ մեքենայով երբեմն գնում եք, շատ է լինում։ Մեքենայով ես գնում եմ, եկի մի հատ ճանապարհ, մի մարդ են շատ դանդաղ դեմից քշելով է թումա։ Մեկը պայտակ թեքվում այնտեղ, մեկը հետո նորից հետա թեքում։ Հետո քշում է, մեկը գնում է, ասես ասում, «Էս ինչ է անում», չէ՞, քանի անգամ է ֆլորը եղել, այս վերջերս եղավ։ Ասես գնում է, հետո մտածում է մտնի աճ, մեկը չի մտնում։ Էսի գիտեք ինչն է, որ ինքը չգիտի իր destination-ը, իր տեղը, որտեղ ինքը պետք է եթա, վստահություն չունի, հստակություն չունի, մարդ որ չգիտի, որն է իր ճանապարհը, որն է իր կետը գնալու, ինքը տենց է քշում, ինչ որ տեղ է ման գալի, բայց չգիտի որտեղ է։ Այդպես էլ հոգևոր մարդիկ են, եւ որ դու չգիտես, թե ով է գործում քո կյանքում Աստված թե սատանան, դու շատ անվստահ ես գնում առաջ։ Դու մեկ գնում կանգնում ես, մեկ աճ, մեկ ձախ, մեկ ընկնում ես, մտածում ես երևի Աստված էր, բախի Աստված սենց արեց, անվստահ, ոնց որ այդ մեքենա վարողներն են շատ անվստահ, հա, նորմալ չեն ըտում, որտեվ արագությունը քշելու ժամանակ մենք հավաքում ենք, եւ որ վստահ գիտենք ուր ենք գնում, վստահ գիտենք որ կետին պետք է տանք, վստահեցում ենք, նույնն էլ մեր հոգևոր կյանքը, վստահ եւ արագ գնում ենք, եւ որ իմանում ենք ով է մեզ տանում, ուր է տանում, իր ձևով է տանում։ Շատ կարևոր է մենք դա հասկանանք, ամեն։ Դրա համար կարդանք, պետքա կարդանք շատ Աստծո խոսքը եւ լինենք աղոթքների մեջ։